Լսել եք Արևմտյան Ադրբեջան ծրագրի մասին, ինչ եք մտածում դրա մասին։ Շատ եմ լսել, ցավ եմ ապրում այդ խոսույթի համար, մտածում էի, որ արժանի պատասխան կլինի մեր իշխանությունների կողմից, բայց տեսնում ես, որ լրիվ իրանք կարծես համամիտ են նման խոսույթին։ Եթե պետք է պատերազմի միջոցով, միայն պատերազմի միջոցով իրանք վերցնեն, անպայման, ուրիշ ձևով հնարավոր չի։ Գան գրավեն, իրանք ժողովրդին բերեն ստե։ Իսկ մենք չենք թողնի ժողովուրդը։ Մենք կմտնենք պատերազմի մեջ, էտա։ Ոնց իրանք կարան հենց հենց ադրբեջանցին հլնի առանց պատերազմի գա այնտեղ ապրի։ Գա գորիսեցիներին տնից հանի, այնտեղ ապրի, այդպես բան ոնց կլինի։ Պատերազմ։ Իսկ մենք պատերազմ չենք ուզում ենք խաղաղ ճանապարհով այդ լրիվ լուծվի։ Ցավոք սրտի շատ եմ լսել ու դեմ եմ դա ինձ համար անընդունելի որոշում է եւ ադրբեջանական քաղաքականության նպատակը ես հասկանում եմ։ Սենց մի բան է, էլի, ասում եմ մի բան, որ անընդհատ ասում ես, հետո ինքն ես սկսում հավատալ։ Հիմա Ադրբեջանը այնքան է ասում, մինչև ադրբեջանցիները հավատան, որ դա այդպես է ու սկսեն իրենց քաղաքականությունը բանեցնել մեր վրա։ Քնած շատերը նամարման կառավարության կողմնակից մարդիկ ասում են, որ դա ներքին լսարանի համար ամեն ինչ արվում, բայց բոլոր տեսակ փաստերը գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանը իր կառավարությամբ ժողովրդով ամբողջ իրանց ուժը ներդնում է, որ հասնեն այդ նպատակին։ Լսել եք 300,000 ադրբեջանցու Հայաստան տեղափոխելու ծրագրի մասին։ Մտածում եք, որ այսօր լավ է լինելու, որ 300,000-ը գան։ Չեմ կարծում այդ մարդկանց էությունը փոխվի։ Իմ թորիկը հարցում ասում է թուրքը շնչում է տատի։ Հա, ասում եմ, ինքը մարդու նման է, ասում եմ, հա։ Բա իրանք խեն մարդ սպանում, խեն կռիվանում։ Դե եկեք այդ հարցերին, թող մեր իշխանությունները, ովքեր 300,000-ին սիրով ուզում են ընդունեն, թող այդ հարցին պատասխանեն։ Սահմանի վրա ապրող երեխային։ Տիգրանաշենը անկլավներից մեկն է։ Չեք վախենում, որ ցանկացած պահին ադրբեջանցիները կարող են գալ եւ պահանջել գյուղը փոխանցել իրենց։ Ադրբեջանական քաղաքականության, թուրքական քաղաքականության այն բնորոշ գծերից մեկը նա է, որ Հայաստանը կղզիացնեն։ Դրանցից մեկը ճանապարհների, այսպես ասած, շրջափակումն է, որի շատ կարևոր կետերից մեկը դա մեր Տիգրանաշենն է։ Եթե դա տեղի ունենա, Աստված մի արածը, Երասխի բնակիչը Զանգակատուն պետք է կտրի մի ամբողջ շրջանագից մոտ 100 կիլոմետր, որ հասնի։ Դա եթե եղավ, Արարատի մարզի ճակատագիրը վաղը մյուսերը դառնում է կասկածելի։ Ոչ թե ցանկացած պահին կարող են գալ, նրանք արդեն շատ վաղուց պահանջում են ու նույնիսկ ես շատ մեծ մտավախություն ունեմ, անկախ այն բանից, թե մեր ժողովուրդը ինչպես է ընկալում այդ բանը, բայց մենք արդեն տեսանք, թե ինչ կատարվեց ամբողջ Արցախի բնակչության հետ։ Մեկ օրում կարողացան այդ մարդիկ որոշում կայացնել, որ պետք է լքեն, այլապես կամ բնաջնջվեն, կամ կոտորվեն, մի ավելի ծանր եղեռնիկ ենթարկվեն, քան թե 15 թվականին։ Անկլավները ցանկացած ժամանակ իմ մտածելով Ադրբեջանն ու Թուրքիան կարան գրավեն Հայաստանը ամբողջությամբ նույնիսկ։ Զգում եք իշխանությունների աջակցությունը եւ անվտանգության երաշխիքները։ Չեմ զգում ոչ մի բան, որտեղ արդեն այս տարիների փորձը ցույց է տվել, որ ինչ ուզել են ադրբեջանցիները ստացել են։ Երեք միտեղ հարցեր առաջացել, ասում է, ինչու պետք է Ալիևը պատերազմը սկսի, եթե ինչ ուզում է ստանում է։ Այդպես էլ անկլավների հարցում։ Բայց մենք դրա դեմ ոչ մի բան, մի չնչին բան գոնե չենք պահանջում։ Մենք քիչ բան ունենք իրանց մոտ։ Դե գիտեք ինչ, մի քիչ Արցախի հայաթափումից հետո չեմ կարող այդ հարցին որոշակի պատասխան տալ, բայց նույնիսկ ցանկության դեպքում ինձ թվում է պետությունը կանգնելու Ադրբեջանի կողքը քան մեր։ Ինչ պետք է անեն իշխանությունները, որպեսզի Հայաստանը չդառնա արևմտյան Ադրբեջան։ Իսկ զորանա, ուժեղանա, որ չկարանա, ուժից է վախենա, թե չէ ամեն հարցով նրանք կանան դիմեն։ Հզոր էր, կարան այսօր խփեն, ինչ պետք է անես, որ ձեր չուրես։ Ուտիկ ես 100 մետր այս սարից խփեն, այս սարը տեսնում ես, այն դիմաց այս սարը։ Նայ, դրդա, դիմաց այս սարը տեսնում ես, այդ էստեղ խփում է։
Այսօր կարող Անկեղծ ասեմ, որպեսզի դա տեղի ունենա, ներկայիս իշխանությունները պետք է կառավարությունը թողնեն երրորդ ուժին, հայրենասեր նվիրյալ անհատներին, որոնք կարող են հետ բերել Հայաստանի նախկին թե քաղաքական, թե ռազմական, թե գիտական, թե կրթական բոլոր հզորությունները։ Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն անի։ Ես նույնիսկ շատ սարսափով եմ մտածում այդ մասին, որ կարող է հանկարծ այս իշխանությունները Աստված ոչ անի նորից ընտրվեն ու մենք կդառնանք Ադրբեջանի մասը։